Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Մայիսի 22-ին կառավարության նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինվորական ծառայության մասին նախագիծը եւ կառավարությունը առաջարկել փոփոխություններ։ Հարգելի գործընկերներ, օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման, միաժամանակ առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ, հավելեմ նաև, որ նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նաև նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Պաշտպանության նախարարը հայտարարել է նաև, որ իրենց նպատակն է տարբեր ուղիներով տարբեր տեղեր հոսող գումարները մտնեն պետական գանձարան։ Այո, պարոն Խաչատրյան, դուք շատ ճիշտ եք, այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհանուր ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեծ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին կառավարության կողմից էր հենց առաջարկվել եւ հետագայում դրա մի մասը արկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված։ Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց Պաշտպան հայրենիաթ ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե,
Դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճարը, որը ստանձնել է կառավարությունը։ Բայց ինչպես նշեցիք, ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը պիտի սահմանի դեռ կառավարությունը եւ յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվականակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են եւ կառավարելի են պաշտպանության նախարարության կողմից։ Նախագիծն ընդունվեց գործադիրի կողմից, այն դեռ պետք է արժանանա ազգային ժողովի հավանությանը ու ստորագրվի հանրապետության նախագահի կողմից։ Այժմ զրուցելու եմ անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, եւ լավն է օրենքի նախագիծը։ Օրենքները լավը կամ վատը չեն լինում են կամ քաղաքականությունից բխող, այսինքն բարեփոխումներ բերող, իրավիճակ բարելավող կամ հակառակը։ Եվ ինչպիսին է նպաստող եւ այդ հարաբերությունները կարգավորող իրականում կամ չկարգավորող։ Այս դեպքում, եթե մենք նայենք ձեր ասած լավի ու վատի միջև, որպեսզի ավելի պարզ բացատրենք օրենքի եղելությունը, ապա օրենքը շատ վատն է։ Նախ երկու տեսանկյունից, որոնք որ իրավական են, այստեղ մեկը 14-րդ հոդվածի խնդրին սահմանադրության բախվում ենք, որովհետև հարցը արդյոք համապատասխանում է յուրաքանչյուր քաղաքացու իր պետությունը պաշտպանելու դրույթին եւ երկրորդը պարտադիր խտրականության հարցն է եւ սա խտրական մոտեցում է եւ սա սոցիալապես անհավասարություն բերող օրենք է, այսինքն աղքատ մարդիկ ծառայելու են ընդհանուր կարգով, միջին հարստություն ունեցողները 6 ամիս, առավել հարուստները 1 ամիս, որը ոչ մի բան չի տալու եւ զինվոր չի պատրաստելու, որովհետեւ ինչպես մենք գիտենք, առնվազն զինվոր դառնալու համար 6 ամիս զինվորական ծառայություն է պետք։ Այլուր մնաց չեմ խոսում 1 ամսյա ժամկետի մասին, սա շատ վտանգավոր ունեցություն է։ Դե լավ, հիմա Հայաստանում այդքան հարուստ մարդ կա, որ մի հատ էլ այտենց մտածում ենք, հեսա այսպես հազարավոր մի կողմից հարուստել է հարաբերական, բայց սա կարող է նաև նախընտրական PR պոպուլիստական կամպանիա լինել։ Միաժամանակ ինչու՞ չէ, որովհետև մենք գիտենք ովքեր որ մեծ գումարներ են դիզել եւ շատ արագ տեմպերով այսօր էլ դիզում են, որոշ կապեր ունեն իրենց ասած նախկինների հետ եւ հնարավորություն են ընձեռում այդ մարդկանց քվեարկել, ազատել կամ 1 ամսով կամ 6 ամսով եւ այդ պատճառով որոշակի քանակի ձայներ բերել քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Ավելի հեռուն եք գնում, հա։ Հա, իհարկե, առանց պոպուլիզմի քաղաքացիական պայմանագիրը չի կարող եւ ես շատ քիչ եմ անձնավորում, գրեթե չեմ անձնավորում, հիմնականում փորձում եմ երևույթային խորքային բացատրել, բայց այսօր պաշտպանության նախարարը ցույց տվեց, որ բացարձակ դիլետանտ է եւ չի հասկանում ընդհանրապես ինչպես քաղաքացիական պայմանագրում քաղաքական առումով պաշտպանությունից, բանակից եւ զինված ուժերից եւ շատ վտանգավոր եւ ավելի լավ է զբաղվի իր մանկավարժությամբ, այսօրվա ամբողջ պատճառաբանությունը դրա մասին էր։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ խոսում է, որ այդ գումարով մենք պետք է պրոֆեսիոնալ բանակ, նախ դու միջավայրը պետք է փոխես դարձնես պրոֆեսիոնալ, երբ որ միջավայրը փոխես դարձնես պրոֆեսիոնալ, այս օրենքի կարիքը չի լինի։ Երկրորդ գումարները ընդհանուր բյուջետային հավաքագրում են կատարում եւ գրեթե չի երևում, ոչ միտեղ չի երևում, թե այդ գումարները որտեղից են եկել եւ ինչպես կարելի է ճիշտ բաշխել կոնկրետ այդ բաների մեջ, հա։
ամբողջությամբ 2 տարի կամ 3 տարի, չգիտեմ, պրոֆեսիոնալ իրենց ասած պրոֆեսիոնալ զինվոր կամ սպա պահելու համար պատիվ ունեմ օրինակ, հա։ Եվ մյուս խնդիրը որ կա, արդյոք սոցիալական բաղադրիչը միայն բավարար է, որպեսզի մենք պրոֆեսիոնալ բանակ ունենանք, իհարկե բավարար չէ։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար ծառայողը պետք է արժեքահեն լինի, ծառայությունը արժե համակարգային, բարեփոխված եւ ծառայած զինվորը բանակից դուրս գա, ոչ թե խեղված եւ այս հասարակությանը ոչ պիտանի գործ չգտնող անձնավորություն, սրա մասին մենք բազմաթիվ խոսել ենք եւ տարբեր երկրների օրինակներ ենք բերել, այս պահին կարիքը գտնում եմ որ չկա, կարող են անդրադառնալ եւ նայել անցյալ հաղորդումները եւ հոդվածները, եւ այս առումով մենք վարսկան բանակ ունենալով, այսինքն մեծ գումար տրամադրելով, մենք պրոֆեսիոնալ բանակ չենք ստանա։ Սրա մասին անգամ գրված է իրենց պաշտպանության նախարարության կերպափոխման հայեցակարգի մեջ, ասում է ճիշտ է մենք ունենք բարձր վարձատրվող պայմանագրային զինծառայողներ, բայց դա դեռևս չի հանգեցել պրոֆեսիոնալիզմի։ Իրենք են ասել։ Իրենց փաստաթղթում է գրված։ Սոցիալական բաղադրիչի իմաստով օրինակ իսկ չի լինի, եթե այդպես, չգիտեմ, շատ պատկերավոր կամ շատ կոպիտ ենք ասում, հա, աղքատների բանակ կամ աղքատները գնան բանակ, ով միջոց ունի չգնա, այդ միջոցները, այդ այսպես կոչված աղքատ ընտանիքի զորակոչիկի կոպիտ ասած ներդնել նաև նրա վրա, բարելավելու բանակից հետո նրա սոցիալական կյանքը կամ կարգավիճակը։ Իսկ ավելի լավ չէ այնպիսի բանակ ունենալ, որտեղից որ զինվորը օրինակ պանջարկված մասնագետ է դուրս գալու։ Դե մոտավորապես այդպիսի մի բան։ Պանջարկված քաղաքացի կամ այնպիսի արժեհամակարգ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ինքը արդեն բանակում ստեղծել է այդ բարիքը։ Այսինքն մտավոր ունակություններն են որևէ մեկի գնահատվել, մյուսի ֆիզիկականը, մյուսի ճարպկությունը, մյուսի արժե համակարգ ընդհանրապես գլոբալ առումով, ինչպես շատ պետություններում է, շատ լավ չէ մենք, եթե ամբողջը մենք տանում ենք գումարին, մենք պետություն չենք ունենալու, հասկանում եք, ամեն ինչ փողի մասին է այս երկրում, այս կառավարության մոտ։ Դուք խտրականություն ասելով մենակ ես դա նկատի չունեմ ունենում, դուք պատկերացրեք երկու ընկեր, մեկը սոցիալապես լավ ընտանիքից է, մյուսը դա էլ է հարաբերական, հեսա կասեմ, հիմա կասեմ ինչու, մյուսը ոչ, մյուսը աստված ոչ անի, գնա բանակում խեղում ստանա, մյուսը մեկ ամիս ծառայի դուրս գա, երկու հարևան, իրենց սոցիալական հարաբերությունները, իրենց այդ ընդհանրապես զգացումը, որ մեկ առավել է, մեկը մյուսը ոչ, այդ սպաների վիճակը, ովքեր որ հասկանում են, որ իրենք աղքատությանն են տիրություն անելու, այն մարդկանց, ովքեր որ բանկային համակարգի փոփոխությունները, որոնք որ ադապտացվելու են այս օրենքի ներքո, այսինքն առաջարկելու են թաքնված կամ այնպիսի վարկեր, որոնք որ ուղղված են ընդհանրապես ծառայությունից խուսափելու համար, որտեղ այդտեղ հավելյալ արժեքը, այսինքն 24 միլիոն վարկ վերցնեմ, կամ 15 միլիոն դրամ վարկ վերցնեմ, ազատեմ, հաշվառումից անեմ իմ անչափահաս երեխային, տանեմ, հետո այդ վարկը սկսեմ մուծել, հետո ես ինչու՞ պետք է ես երկրում ուզենամ ընդհանրապես ապրել։ Այդպես լինում է էլի։ Հիմա այդպես չի։ Հիմա այդպես է, որովհետև կառավարությունը որպեսզի ոչ թե գնա այն ճանապարհով, որպեսզի խորքային խնդիրները լուծի բանակի, եւ այս երևույթը խորքային, որը որ 30 տարում կուտակվել հասել է այս օրվան, ինքը ուղղակի ասում է Ժորժ ջան, ես իզորու չեմ ընդհանրապես բարեփոխում կատարելու։ Այն ինչ որ թղթի վրա տեսնում եք, խոսում ենք, անունը դարձել ենք բարեփոխում, իրականում իզորու չենք կատարել։ Ստիպված գնում ենք այս քայլին, որպեսզի գոնե հնարավորություն ունենանք վարձու բանակ ունենանք բարձր աշխատավարձով, որը վաղը ինչ որ խնդիր կատարելու է, թե չի կատարելու, սա այլ հարց է, որովհետև մենք չգիտենք այդ վարձու բանակը քանի հազար կարող ենք վայել, 10,000, 15, 20, 25,000,
ինչքան աշխատավարձ պետք է տան։ Կարծեք դա պրոֆեսիոնալ կդառնա թե չէ այս տեմպերով, որովհետև պրոֆեսիոնալ բանակը ինչքան էլ որ մենք խոսենք, որ հայրենիք բառը չպետք է օգտագործենք բանի, հանուն հայրենիքի ծառայող իր արժե համակարգով զինվորն է, որը որ գիտե ինչի համար է ծառայում, որովհետև գիտե որ բանակից հետո իրական այն որ ասում են իսկական տղամարդ դուրս է, մենակ այդ իրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի դուրս եկավ, պահանջարկված մասնագետ, որին որ պետությունը մասնագիտական որոշ կամ մտավոր որոշ ունակություններ գնահատելու համակարգ ստեղծել է բանակում եւ դրանից հետո ասենք սուբսիդավորում է որպիսի շատ արագ այդ զինվորը գնա բարձր ավելի կրթություն ստանա իսկ 24 միլիոն դրամ տրված զինվորը ազատվեց մեկ ամիս ծառայեց դա զինվոր չէ նախ եւ առաջ անգամ այդ կարանտինի այսօրվա ասած ժամանակահատվածը չի հասնում, որովհետև դա 40 օրից ավել է։ Երկրորդը այդ 25-օրյա հավաքներին հաստատ չի մասնակցելու։ Դրանից էլ են խոսապելու, դրա համար էլ են, որովհետև մեկ ամսյա ծառայեց զինվորը 25-օրյա հավաքներին մասնակցի ինչ անի։ Դե գուցե թիրախավոր են եւ հենց նրանք մասնակցեն այդ մի ամիս 4 ամիս ստեղծեն Հայաստանի Հանրապետության համար, եթե Դե մեկ ամսում ես ասում եմ, չէ, զինվոր չես պատրաստում։ Դրա համար 25-օրյա հավաքներին էլի մի բան կիմանա։ Պետք է բազա ունենաս, որպեսզի 25-օրին մասնակցես։ Մեր խնդիրը հենց 25-օրյա հետ դա է, որ մինչև մենք ինչ ենք խոսում համապարփական վտանգության համակարգի ներդրման մասին, որպեսզի կարողանանք հավելյալ ռազմական կրթություն տանք կամավոր սկզբունքներով կամ պետական պատվերի շրջանակում մարդիկ ասենք հասարակական կազմակերպություններում մասնագիտացված այդ կրթությունը ստանան շատ արագ իրենց ընթացքում մենք ինչ ենք խոսում սոցիալական գործընկերության մասին որպեսզի աշխատողային ավելի շատ մի փոքր կարողանան կտրել դեպի զորակոչ ավելի պատրաստված չէ որ սա խոսում է կյանքի մասին մենք ինչ ենք խոսում ամբողջությամբ իրավունքով պաշտպանված զինվորի եւ հագեցվածության մասին որպեսզի բանակ գնա հերահար չափելության սարքերը, որոնք որ թանկարժեք են, զինվորի ձեռքից չվերցնեն, ասեն, չէ, դու սա մի օգտագործի, սա թանկ է, $3000 արժե։ Բայց զինվորի կյանքը ավելին արժե, չէ։ Տանում են ձեր, որպեսզի չգիտեմ, ինչ-որ մի սարք փչացնելու չտանեն այդ զինվորին դատեն։ Դա նորմալ է։ 18 տարեկան երեխայի ձեռքը պետք է թանկարժեք սարքավորում լինի, ինքն էլ ամբողջությամբ տիրապետի, իսկ հնարավոր շարքից դուրս գալու դեպքում հակառակը բերեսնորը տաս, ոչ թե տանես դատես, որպեսզի ինքը մի հատ մտածի, այս սրալի պատճառով ես դատվելու եմ, ավելի լավ է 24 միլիոն դրամ տամ, դուրս գամ մեկ ամիս ծառայեմ, բրծնեմ այս պատմությունից, որովհետև խորքային խնդիրներ ունենք բանակում, իսկ այս կառավարությունը իրականում չի կարող դա լուծել։ Դրա համար ասում եմ ավելի լավ է արի փողը տուր ազատվի, քան թե գնային բանակում ծառայի, որը ես կառավարում եմ։ Չեք տեսնում, չեմ կարող կառավարեմ։ Եկեք փող տվեք, ազատվեք։ Լավ, եթե օրինակ ձեր նկարագրած, հա, եթե համենայն դեպս ամեն ինչ պատկերացնելի է իրագործելիության տրամաբանությունից, ինչու չգնա ձեր ասած ճանապարհով։ Որովհետև չեք կարող խորքային խնդիրները լուծել։ Հնարավորություն չունեն։ Մեծամիտ են մեկ չեն լսում անգամ իրենց այսպես ասած լավը ցանկացող կամ պետականապետ որոշ մասնագետների, փորձագետների կամ վերլուծաբանների հասարակական միավորումների, ովքեր որ դրա մասին խոսում են, ովքեր որ ոչ միայն խոսում են, այլ նաև առաջարկություններ ունեն, այլ նաև օտարերկրյա փորձ են ուսումնասիրել, ադապտացել են եւ փորձում են ներդնել Հայաստանի Հանրապետությունում։ Դե թողտի մեն։ Օրինակ ռազմամարզական այն կազմակերպությունը, որը հիմնադիր անդամ եմ ես, մի քանի անգամ առաջարկություններ է արել ծրագրային եւ ոչ մի բան։ Ասլեն պետք չի, թե չեն էլ արձագանքի։ Շատ խանդոտ են վերաբերվում դրան։ Մտածում են հիմա բանակի մենաշնորհը կվերցնեն։ Շատերը փտախտով են տարապում խորհրդային միությունից եկած բանակի, շատ բարդ են պատկերացնում բարեփոխումները։ Շատերը չեն էլ ուզում աշխատեն, որովհետև գնահատման համակարգ չկա։ Օրինակ ես ձեզ ասեմ, ատեստացիան, որը որ
իբր թե գնահատման համակարգն է, չէ, բարեփոխում է։ Ես ձեզ բարձ բան ասեմ։ Օրինակ կարող են հետևյալ կերպ է կատարվում։ Շարայինը տվեցիր, չգիտեմ, հետախույզին այդ շարային իշխանով է պետք, օրինակ, լավ հետախույզ շարային էլի։ Հետո անցար լավ սպորտա տվեցիր, 5 ստացավ հետախույզ է, չէ, վերջը 5 ստացավ, շարայինն էլ ասենք լավ պարապետ, չգիտեմ ինչու, դա շարային ասեղ բան, այս բանը կարելը սորեց հետախույզը, հա, գնաց ասենք կրակայինը միամիտ, ասենք, չգիտեմ, որովհետև կրակայինի համար այսօր այն հին համակարգն է, էլի մեխանիկական նշանոցով եւ այլն, չի համապատասխանում ընդհանրապես իր այսօրվա նոր կամ այսօրվա նոր մեթոդներին, կրակեց 3 ստացավ։ Կամ անսարկության պատճառով ամբողջ ատեստացիան 3 է գնահատվելու, 2-5-ը հաշվի չեն առնում։ Ատեստացիան ամբողջ բանակը ատեստավորվում է, հասկանում եք։ Ամբողջ բանակը բանի գործը թողած շարային է կարդում։ Ասենք հետախույզի, օդաչուի, բորտեխնիկի, հետևակի, չգիտեմ, այնտեղ կապավորի ատեստացիան գրեթե նույնն է, իրար չի տարբերվում։ Ինչի համար եք դրել դա, որ 700,000 դրամ տակ մարդիկ ինչ անեն, սոցիալական հարց լուծեն, բայց ընդհանրապես չմտածեն բարեփոխումի մասին։ Լավ 700,000 դրամով սուրճ խմողների բանակ ենք դարձնում, էլի։ Գնանք մենք կնստենք միևնույն է, գումարը կգա, մենք էլ են հին մտածելակերպ ունենք, այդ ատեստացիայի ընթացքում են ընդհանրապես նոր գիտելիք չենք ստացել, կամ մինչև դա, որ ինչ-որ մի բան ուզենանք անենք։ Ինչի համար պետք է անեն։ Ազգային ժողովից էլ հույս չունեք, որ օրենքը գնա քննարկման։ Ազգային ժողովը հիմնականում քաղաքական կոնֆորմիստների միավոր է, ընդ որում դա միայն իրեն չի վերաբերում, դա հանդիմությունն էլ է այդպիսին, իրենք էլ են այդպիսին են, նույն այդ խորքային խնդիրներն են, նույն բանն է, հասկանում եք, խորքային խնդիրները միայն բանակին չեն վերաբերում, ամբողջ քաղաքական համակարգին են վերաբերվում։ Ես քանի անգամ եմ այս ստուդիայից ասել, նայել դատական համակարգը տեսեք, ԲՏԽ-ն ու առաջվա արտադատության խորհուրդը, պարոն Քոչարյանի, որի որ անընդհատ խոսում են, չէ, այն նույն բանն է, ինչով է իրարից տարբերվում։ Դուք նայեք քաղաքական համակարգը նույն բանն է, ԲՏԽ-ն նույն ձևի աշխատում, ինչ որ պարոն Քոչարյանի ժամանակ, Դավիթ Հարությունյանի ժամանակ բանը արտադատության խորհուրդը։ Նույն։ Եթե այս խորքային խնդիրները դուք չեք կարող վերացնել, ինչքան ուզում եք դատավորի աշխատավարձը բարձրացրեք, արտադատությունը դրանի չի բարելավելու, չի բարելավելու։ Խնդիրը արժե համակարգային փոփոխությունների իրական բարեփոխումների մեջ գնալու մեջ։ Ցավոք։ Շնորհակալ եմ զրույցի։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։